Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Դատախազությունը պահանջում է ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 59 անշարժ գույք, որոնցից 15-ը գտնվում է Երևանում, 4 տրանսպորտային միջոց, 20 իրավաբանական անձանցում մասնակցություն, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքը 1 միլիարդ 628 միլիոն դրամ, 8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք 11 միլիոն 292 հազար ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն դրամի չափով եւ 3 միլիոն 117 եվրոյի չափով եւս 21 միլիարդ 202 միլիոն դրամ։ Քննչական կոմիտեի պետության սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է դեռևս 2018 թվականի հունիսի 8-ից քննվող քրեական վարույթի նախաքննությունը։ Հիմնավորվել է, որ ՌՍ-ն, ԱԲ-ն եւ ԱՄ-ն ՀԽ-ի կողմից եղբայրներ ԱԱ-ին եւ ՄԿ-ին պարտք եղած 10 միլիոն ռուբլի գումարը վերադարձնելու նպատակով այցելել են ՀԽ-ի եղբայր ԿԽ-ի բնակարան, որտեղ 2018-ի մայիսի 19-ից 21-ը գործելով խմբի կազմում նախնական հանցավոր համաձայնությամբ միասնական դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով խոշտանգել հոգեկան ուժեղ տառապանք են պատճառել ԿԽ-ին եւ նրա եղբորորդուն անչափահաս ԱԽ-ին։ ՌՍ-ի, ՄԿ-ի, ԱԱ-ի, ԱԲ-ի եւ ԱՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ԱԲ-ի եւ ԱՄ-ի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Ապրիլի 6-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնությանը տեղափոխել մի անձի էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական գրակոց է արձակել։ Ապրիլի 3-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզում հաշվառված 24-ամյա Աղասին Էոփովյանդանոց է տեղափոխվել Սևան խոշորացված համայնքի հանգստի գոտի 2-րդ փողոցի 5 կոտորակի նահասցույում գտնվող Լիլակե նոր կառուցվող հյուրանոցում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։ Ապրիլի 3-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել է 46-ամյա մի տղամարդ, որը Ֆրանսիայի կողմից հետախուզվում էր խմբի կազմում փողերի լվացման մեղադրանքով։ Ապրիլի 4-ին Վանաձորում ձերբակալվել է 36-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր անվտանգության ու տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով։ Ապրիլի 6-ին թուրքական համարանիշերով Mercedes մակնիշի բեռնատարը Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի մոտ բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա առաջընթացել անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել երկաթ էլեկտրասյունը, ապա բնակչի տան քարե պարիսպը եւ հայտնվել մայթին։ Տուժածներ չկան։ Ապրիլի 6-ին Գավառում Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վաղինակն իր վարածված 21099 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 26 տան քարե պարսպին ու կողաշրջվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 5-ին Երևանի Հերացի փողոցում բախվել են Chevrolet եւ Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 6-ին ահազանգ է ստացվել, որ Մասիսն ու Բարաշեն ավտոճանապարհին մեքենա է այրվում, հրշեջ փրկարարները մեկուսացրել ապա մարել են կրակը, այրվել է BMW մակնիշի ավտոմեքենա։